Մեղադրական ճառերը ներկայացրեցին եւ մենք արդեն իսկ լսել ենք պաշտպանական ճառերը առնվազն 15-ի դատավարությամբ, ինչպես եւ կանխատեսելի էր, դատախազությունը նախկին եւ ներկա ղեկավարների համար պահանջեց ՑՄԱ ազատազրկում։ Մենք միայն 20 տարի ազատազրկում տեսանք երկու նախագահների պարագայում, բայց սա ոչ թե դատախազության հայեցողություններ, այլ Ադրբեջանի օրենսդրական պահանջը ըստ ադրբեջանական օրենսդրության 65 տարին լրացած ամբաստանյալները համարվում են տարեցներ եւ մարդասիրական կանոններ են գործում տարեցների անչափահասների նկատմամբ եւ օրենսդրությունը արգելում է ՑՄԱ ազատազրկում պատժատեսակի կիրառումը 65 տարին լրացած անձանց նկատմամբ։ Բոլոր նախկին ղեկավարներին պահանջել են ՑՄԱ ազատազրկում բացառությամբ երկու նախագահների Արկադի Ղուկասյան եւ Բակո Սահակյան, որոնք հատել են 65 տարվա շեմը եւ ընդհանրապես նրանք խոսքում էլ ընդգծեցին, որ պահանջում են խիստ պատժատեսակ, քանի որ ՑՄԱ ազատազրկումը անհնար է, ապա դրան հաջորդ փոխարինող խիստ պատժատեսակը 20 տարի ազատազրկումն է։ Հիմա այստեղ երկու գործոն, նախ խստագույն պատժի կիրառում եւ դա կատարվել է ցուցադրական կերպով, քանի որ ողջ դատավարություններն են եղել ցուցադրական, եւ երկրորդը իմ գնահատմամբ խորհրդանշական է, քանի որ նշված անձինք ըստ էության դատապարտվում են իրենց իրավունքների իրացման համար, որը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հետ։ Մեծ հաշվով Բաքվի դատարաններում քննարկում էին Արցախի ինքնորոշման իրավունքը եւ հասկանալի է, որ պետք է դատապարտեին կամ մահվան, որը Եվրոպայի խորհրդի անդամ լինելու ուժով անհնար է, կամ ՑՄԱ ազատազրկման ի ցույց դնելու համար, որ Արցախի ինքնորոշման էջը փակված է, այդ իրավունքը անորոշ ժամկետով ազատազրկված է եւ հայության որևէ խումբ երբեք չպետք է մտածի Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարի մասին։ Եվ ըստ էության դրան միտված նաեւ այլ բնույթի քայլեր մենք տեսանք, ողջ արցախահայության բռնի տեղահանումը, որը համակցված է Արցախի ժառանգության, մշակութային կրոնական մշակույթի ոչնչացմամբ։ Նույնիսկ եթե արցախցիները վերադառնան Արցախ, վերջիններս լիարժեքորեն չեն կարողանալու իրացնել իրենց ինքնությունը, առանց բնակավայրերի պահպանման, առանց կրոնական կոթողների եւ մշակութային արժեքների պահպանման, վերջիններս զրկված են լինելու իրենց ինքնությունը իրացնելու հնարավորությունից եւ պետք է հարկադրաբար կամ ապրեն ադրբեջանցու էթնիկ պատկանելիության մեջ կամ չեն կարող վերադառնալ որպես արցախցիներ իրենց ներհատուկ մշակույթով։ Եվ մեզ համար պարզ է, որ մեղադրական դատավճիռներ են կայացվելու, դատախազների պահանջած պատժատեսակները ընտրվելու են, այս դատարանները երբեք արդարադատություն չեն իրականացրել, Ադրբեջանում առհասարակ անկախ դատարաններ գոյություն չունեն, նույնիսկ սովորական դատարանները, ոչ ռազմական դատարանները քաղաքական գործիքներ են այլախոհներին ճնշելու համար եւ հատկապես ռազմական դատարանները ամբողջովին օգտագործվում են, շահագործվում են գործադիր իշխանության կողմից, չմոռանանք, որ հայերին առնչվող գործերը քննվել են հենց ռազմական դատարաններում, իսկ այս դատարանները ոչ անկախ են եւ ոչ էլ անկողմնակալ են։ Քաղաքական պատվերով նրանք վավերացնելու են այս մեղադրանքները եւ պատիժները, ուստի կարծում եմ մեր խնդիրն է այս դատավարության ընթացքում թույլ տրված խնդիրների բարձրաձայնումը միջազգային ատյաններում եւ այնպիսի միջազգային դատական ակտերի կայացումը, որը ապալեգիտիմացնի ամբողջովին Ադրբեջանի դատարանների գործունեությունը։ Դրա նախադեպերը մենք ունենք, օրինակ ադրբեջանցի ընդդիմադիրները, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների, հետագայում վիճարկել են գործընթացները մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դատարանը
ճանաչել է մեղադրանքների քաղաքական բնույթը, որակել է այս անձանց որպես քաղաքական բանտարկյալներ եւ արձանագրել է անազատության մեջ պահելու հիմքերի բացակայություն, պահանջելով Ադրբեջանի իշխանություններին վերաբացել վարույթները, ազատ արձակել անձանց եւ վերականգնել խախտված իրավունքները։ Ադրբեջանը հասկանալի է միջազգային իրավակարգ ընդունող հարգող պետություն չէ, մենք մարտահրավերներ ունենք եւ դա մեզ համար նաեւ տեսանելի է Գուրգեն Մարգարյանի գործով, երբ դեռևս ներկայումս Ադրբեջանը դիմադրում է եւ փորձում է ամեն գնով չկատարել դատական ակտը, սակայն մենք գործընթացը կարևորում ենք, քանի որ շարունակաբար Ադրբեջանի հարցը դրվում է քաղաքական մարմնի քննարկումներում եւ հետաձգվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի կորցրել իր դիմադրողականությունը եւ հարկադրաբար չի սկսել հարգել միջազգային իրավունքը։ Ես սա առողջ գործընթաց եմ գնահատում, նույնիսկ եթե դժվարություններ կան, ավելի կարևոր է ունենալ գործընթաց, քան համակերպվել խախտումների հետ։ Իսահակյան, դուք ասում եք մենք, նկատի ունեք հասարակական կազմակերպություններ, ձեր նման անհատներ, թե պետությունը ինչ է անում կամ չի անում, պետք է անի։ Մենք ասելով ես առավելապես նկատի ունեմ տուժած անձանց, ընտանիքներին եւ իրավապաշտպաններին կամ քաղ հասարակությանը, որոնք համախմբվել են եւ կարծում եմ կազմակերպված գործելակերպով փորձում են հասնել հայերի հանդեպ տեղի ունեցած խախտումների միջազգային արձանագրման, պետական գործելակերպը այլ է, այստեղ բնականաբար կան բաց թողումներ, մենք միշտ ոգևորությամբ ենք խոսել իրավական գործընթացների մասին, որը նախաձեռնել էր պետությունը, ցավոք սրտի ներկայումս դրանք ռիսկերի սպառնալիքների ներքո են, քաղաքական պրոցեսներ իհարկե ընթանում են, սակայն մեր հիմնական դիտարկումը այն է, որ քաղաքական բանակցություններում մենք չունենք հավասարը հավասարի հետ գործընթացներ եւ այս անհավասարությունը ազդում է նաեւ արդյունքների վրա, այստեղ հայկական կողմի շահերը պաշտպանված չեն, քանի որ իմ գնահատմամբ հայկական կողմը գտնվում է մշտապես սպառնալիքների եւ ճնշումների ներքո։ Քանի որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է ամերիկյան կողմի ջանքերով, նրանք ունեն բոլոր հնարավորությունները ներազդելու Բաքվի իշխանությունների վրա, կարծում եմ ունեն բարոյական պարտավորվածություն այս հարցերի շուրջ եւ եթե համաձայնագրի դրույթների կյանքի կոչման ուղղված առարկայական քայլեր լինեն, կարծում եմ դրան զուգահեռ ադրբեջանական կողմը ազատ կարձակի որոշակի թվով գերիներ, բայց ազատ արձակումը ուղիղ կախված է խաղաղության համաձայնագրի կատարման իմպլեմենտացիայի աստիճանից, որքան մոտենանք իմպլեմենտացիային այդ թվում TRIP-ի գործարկմանը, այնքան իրատեսական կլինի գերիների ազատ արձակման հարցը։ Այս պահին կա միայն հեռախոսային խոսակցություններ, որը ապահովում է ադրբեջանական կողմը իր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջոցով, սակայն նամակագրություն գոյություն չունի, հանձնուկների ուղարկում, ինչը հնարավոր էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության շնորհիվ այլևս հնարավոր չէ եւ ամենակարևոր հանգամանքը, որը իրավունքների պաշտպանության տեսանկյունից է խնդիր, դա արտաքին աշխարհի հետ շփումներն են, անմիջական շփումներն են, հայ պատանները զրկված են ցանկացած շփումից եւ միջազգային վերահսկողություն նրանց պայմանների, կյանքի, հոգեբանական վիճակի, հիգիենիկ պայմանների, սնունդի եւ այլնի վերաբերյալ ուղղակի բացակայում է։ Նրանց բարեկեցությունը կարող է մեծ ռիսկերի ենթարկվել հաշվի առնելով, որ անկախ
մարմիններ, չգիտեմ, մասնագետներ, բժիշկներ, իրավաբաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ հասանելիություն չունեն եւ եթե նրանք խոշտանգվեն, միևնույն է այդ խոշտանգումները մնալու են չբացահայտված եւ չպատժված։